Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական նիստի առանցքում եղել են քաղաքաշինական վերահսկողությունը, տրանսպորտային համակարգն ու քաղաքային միջավայրի բարեկարգումը։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական անգամ հանձնարարել է խստացնել վերահսկողությունը մայրաքաղաքում իրականացվող բոլոր տեսակի շինաշխատանքների նկատմամբ, ընդգծելով, որ փոշեկլանիչ ցանցերի կիրառումը պետք է դառնա համատարած երևույթ ամբողջ Երևանում։ Եվս մի խնդիր արձանագրեմ, արդեն Շենգավիթ վարչական շրջանում Գարեգին Նժդեի պողոտայում սենց էլի բաց ավազը դրած է մայթերի կողքը եւ դա անընդունելի է, պարոն Մխիթարյան, հենց այսօր խնդրում եմ համապատասխան գործողությունները կազմակերպել։ Տիգրան Ավինյանի խոսքով վերահսկողության ներկայիս տեմպը պետք է պահպանվի այնքան ժամանակ, մինչև շինարարական բոլոր հրապարակներում ապահովվի Երևանի ավագանու սահմանված կանոնների լիարժեք պահպանումը։ Քաղաքապետը նշել է, որ վերահսկողությունը չի թուլացվելու, քանի դեռ բոլոր կառուցապատողները չեն սկսել գործել նոր պահանջներին համապատասխան։ Այսինքն, այս տեմպը չենք թուլացնում։ Շարունակում ենք նույն այս տեմպով, մինչև բոլորը հասկանան, որ նոր խաղի կանոնները բոլորը պետք է պահպանեն։ Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև հանրային տրանսպորտի աշխատանքին։ Երևանի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանը հայտնել է, որ նախորդ շաբաթ տոմսային համակարգում գրանցվել է 3.141.953 վավերացում, ինչը վկայում է համակարգի ակտիվ օգտագործման մասին։ Քաղաքապետը խոսել է նաև մայրաքաղաքում իրականացվող բարեկարգման ծրագրերից, առանձնացնելով Տոր-Քանգեղի այգու վերակառուցումը։ Նրա գնահատմամբ նախկինում մասնատված հողակտորներից ձևավորվում է մեծ քաղաքային այգի, որը կփոխի մայրաքաղաքի դիմագիծը։ Կարծում եմ մեր ամենակարևոր ծրագրից ամենահաջողված նաև նախագծերից մեկն է Տոր-Քանգեղի այգու վերակառուցումը, որը որ տարատեսակ առանձնացված հողակտորներից վերածվում է մեծ քաղաքային այգու եւ իրականում սա կարծում եմ նաեւ դառնում է ոչ միայն նոր վարչական շրջանի ամենագեղեցիկ վայրերից մեկը, այլ նաեւ Երևան քաղաքի եւ այս տեսակ ծրագրերն են, որ փոխում են մեր քաղաքի դիմագիծը, որ փոխում են մեր քաղաքում կյանքի որակը, որովհետեւ վստահորեն այն ինչ որ ունեինք մի 2-3 տարի առաջ այս այգում եւ այն ինչ որ ունենք հիմա եւ ունենալու ենք այս տարվա վերջ, դրանք էապես երկու տարբեր միջավայրերի մասին են խոսում։ Գործակարգավարական նիստում անդրադարձ է կատարվել նաև վարչական փոփոխություններին։ Մալայցիա Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Սաշա Կատվալյանը, իսկ Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Մխիթար Մխիթարյանը։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։